Այսօր անդրադառնում ենք հաջորդական շղթաներին։ Ընդհանրապես տրամաբանական սխեմաները կամ այսպես կոչված circuit-ները բաժանվում են երկու մեծ խմբերի։ Առաջինը կոչվում է կոմբինացիոն, երկրորդը sequential կամ հաջորդական։ Կոմբինացիոն շղթաները, որի մասին արդեն ունենք առանձին վիդեո դաս, ներկայացնում են հետևյալ օրինակը, երբ տրամաբանական սխեման ունի մուտքեր և ելքեր, իսկ ելակետային ազդանշաններն ամբողջությամբ հիմնված են մուտքային ազդանշանների վրա։ Նման օրինակներ են օրինակ encoder-ը, decoder-ը, multiplexer-ը եւ այլն։ Հաջորդական շղթաների դեպքում պատկերն այլ է, քանի որ տրամաբանական սխեման ունի մուտքային ազդանշան, ունի նաեւ ելքային ազդանշան, սակայն ելքային ազդանշանը կարող է նաեւ հանդիսանալ մեկ այլ մուտքային ազդանշան։ Այստեղ արդեն, ինչպես կարող ենք նկատել, իրավիճակը փոքր-ինչ ավելի բարդանում է։ Սկսենք ամենապարզ սխեմայի դիտարկումից։ Պատկերացրեք ունենք ամենասովորական NOT logic gate-ը, այսպես փորձենք նկարել, որն ինչպես գիտենք, մուտքային ազդանշանի դեպքում, մասնավորապես եթե օրինակ մուտքում ունենք ինչ-որ A ազդանշան, ապա ելքում ստանալու ենք A շտրիխը, այսինքն դրա ժխտված արժեքը։ Բայց պատկերացրեք, եթե մենք NOT-ի ելքային ազդանշանը ինչ-որ ձևով կարողանայինք կապել դրա մուտքի հետ։ Այս դեպքում մենք կստանանք առաջին հայացքից պարադոքսալ մի շղթա, որը ֆիզիկայի շրջանակներում օսկիլատոր անունով է հայտնի։ Տարօրինակ այս շղթան իրականում կատարում է շատ պարզ գործընթաց։ Մուտքային հոսանքի ազդանշանը թուլացվում է, այսինքն եթե մուտքում ունենք պայմանական 1, ապա ելքում ունենում ենք 0։ Այնուհետև ստացված այդ 0-ն կրկին հանդիսանում է մեզ համար մուտք, ուստի հաջորդ տակտում արդեն 0 ունենք մուտքում, որը բնականաբար ելքում դառնում է 1։ Այս շղթան կրկնվում է անընդհատ, այսինքն մենք պարբերաբար ունենում ենք հոսանքի ակտիվ ազդանշան, որը թուլանում է, եւ այնուհետև այդ թույլ ազդանշանն ինքնին դառնում է մուտք հաջորդ ուրեմն փուլի համար։ Եթե փորձենք այս շղթայի աշխատանքի դիագրամը նկարել, ապա կարող ենք նկատել, որ այն իրենից ներկայացնում է ամենասովորական, այսպես քառակուսային ալիքի տեսքով պատկերվող մի հաջորդականություն։ Փորձեմ նկարել փոքր-ինչ ավելի արագ։ Այսպիսի հաջորդականություն կունենանք, որտեղ բնականաբար ցուցադրված կլինեն տարբեր փուլային արժեքները, մասնավորապես որտեղ որ օրինակ 0 է, կարող ենք այսպես նշանակել, իսկ որտեղ ունենք 1 արժեքը, արդեն կպատկերենք հետևյալ ձևով։ Օսկիլատորը կամ այս տրամաբանական շղթան, որը պատկերված է, հիմք է հանդիսանում մեկ այլ շատ կարևոր համակարգ մշակելու համար, որը հանդիսանում է clock-ը։ Clock-ը իրականում կապ չունի մեր իմացած ժամի հետ, խոսքը CPU clock-ի մասին է, որը բնականաբար օգտագործելով արդեն հնարավորություն ենք ունենում հաշվողական համակարգի կամ համակարգչի ամենատարբեր կոմպոնենտները սինխրոնիզացնել, այսինքն որպեսզի բոլորը աշխատեն միաժամանակ եւ կարգավորված ռիթմով։ Սովորաբար clock-ի ակտիվ եւ պասիվ ազդանշանները, այսինքն այն ժամանակամիջոցը, որտեղ օրինակ ունենք 0-ական արժեք կամ 1 արժեք, անվանում ենք level, այսինքն մակարդակ, եկեք այստեղ նշենք։ Օրինակ, սա ակտիվ 1 level-ն է, սա պասիվ 0-րդ level-ը։ Նույնը կարող ենք ասել այստեղ, օրինակ, սա ակտիվ 1 level-ն է, օրինակ, սա պասիվ 0-ական level-ն է եւ այսպես շարունակ։ Իսկ երբ ազդանշանը փոխվում է 0-ից 1 կամ 1-ից 0, խոսքը վերաբերում է օրինակ հետեւյալ փուլերին, այսպես բարձրացող կամ իջնող, կարող ենք սլակով ցույց տալ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, ապա նման փուլերը մենք անվանում ենք edge-եր կամ կողեր։ Edges։ Տրամաբանորեն կարող ենք օգտագործել rising edge եւ falling edge արտահայտությունները, այսինքն բարձրացող ազդանշան կամ իջնող ազդանշան։ Թե սրանք ինչ նշանակություն ունեն, դրանց մասին առանձին կխոսենք, իսկ այժմ ուսումնասիրենք շատ կարևոր մի հաջորդական շղթա, որը մեզ հնարավորություն կտա նաեւ պատկերացնել, թե ինչ դեր ունեն առհասարակ sequential circuit-ները հաշվողական համակարգերում կամ համակարգչային գիտության մեջ։ Մենք օգտագործելու ենք NOR gate-ը, ուստի ես նախ եւ առաջ NOR-ի ճշտության աղյուսակը կգծեմ, որպեսզի կարողանանք դրանից օգտվել։ NOR-ն իրենից ներկայացնում է, ինչպես գիտենք, սովորական կամի ժխտումը,
եւ տրամաբանորեն մեր A-ի B-ի հնարավոր արժեքները կլինեն սրանք եւ քանի որ կամի դեպքում ստանդարտ մենք բոլոր այս դեպքերում, երբ օպերանտներից մեկը հանդիսանում է 1, ունենում ենք հենց 1 արժեքը, այստեղ հակառակն է, քանի որ շղթված է։ Եվ միայն 0-0 մուտքի դեպքում է, որ ունենում ենք 1 արժեքը։ Այժմ օգտագործելով ուրեմն այս համեմատությունը կամ այս ճշտության աղյուսակը, փորձենք մի շատ հետաքրքիր սխեմա դիտարկել, որը կազմված կլինի երկու նոր գեյթերից։ Ցանկալի կլինի, որ նոր գեյթերը լինեն նման։ Ես փորձեմ մի փոքր ավելի մանրակրկիտ նկարել։ Այստեղ կավելացնենք ուրեմն հատուկ նշան, որը մեզ հուշում է, որ նորի հետ գործ ունենք, եւ քանի որ երկու ազդանշան ենք օգտագործելու կամ երկու logic gate-եր կօգտագործենք այսպես միանման, ուրեմն առաջինը մեզ մոտ կստանա ինչ-որ մի ազդանշան, որը պայմանական ես կանվանեմ A տառով, երկրորդը կստանա մեկ այլ ազդանշան, որը ես պայմանական կանվանեմ B տառով։ Եվ բնականաբար այստեղ կունենանք ելակետային ինչ-որ արդյունք։ Եվ որպեսզի սա դառնա հաջորդական շղթա, մենք առաջին ուրեմն նորի ելակետային ազդանշանը կփորձենք դարձնել մուտքային ազդանշան արդեն մեր երկրորդ նորի համար։ Եվ նույնը կկրկնենք այստեղ, այսինքն երկրորդ նորից ստացվող ելակետային ազդանշանը մեզ մոտ կդառնա, այսպես անենք, մուտքային ազդանշան առաջին նորի համար։ Մոտավորապես ստացանք այսպիսի շղթա, առաջին հայացքից բավականին բարդ եւ խառը կառուցվածք ունեցող շղթա է, նախասեմ, որ բավական հաճախ մենք անվանում ենք սա feedback, նկատի ունենալով, որ գեյթերից մեկի ուրեմն ելակետային ազդանշանը հիմք է դառնում մյուսի համար իբրև մուտքային ազդանշան հանդիսանալով։ Եթե փորձենք պատկերացնել, թե ինչ արդյունք կունենանք հետևյալ շղթայի իրականացման դեպքում, ապա կարող ենք սկսել այն նախնական վարկածից, նախնական իրավիճակից, երբ A եւ B ազդանշանները пассիվ են, այսինքն ունենք զրոյական արժեքներ։ Եկեք կենտրոնանանք օրինակ առաջին նոր գեյթի վրա, այստեղ կնկատենք, որ A ազդանշանը մեզ մոտ пассիվ է, այսինքն 0 է, եւ տրամաբանորեն երկրորդ ազդանշանը, որը պետք է գար առաջինի ելքից, նույնպես սկզբնական փուլում 0 է։ Դե իսկ մենք գիտենք, որ այսինքն աղյուսակից ակնհայտ է մեզ մոտ, որ 0-0 դեպքում, այսինքն երբ որ նոր գեյթին փոխանցում ենք 0-0 արժեքներ, ելակետային ազդանշանը 1 է։ Ուստի ես կփորձեմ այդ ելակետային ազդանշանը, ակտիվ ազդանշանը, այսինքն պատկերել այստեղ օրինակ կարմիր գույնով, կստացվի, որ նախապես, երբ մենք մեր աշխատանքը սկսում ենք, մեր ուրեմն պատկերված շղթայում առաջին նորից ստանում ենք ակտիվ ելակետային ազդանշան։ Տրամաբանական է, որ այս ակտիվ ելակետային ազդանշանը բնականաբար հաջորդական շղթայի օրենքներից ելնելով փոխանցվում է արդեն երկրորդին իբրև մուտքային ազդանշան։ Այսպես փորձենք աստիճանաբար նկարել։ Ահա, այսինքն ակտիվ ազդանշանը, որը պայմանական ասած 1 է, տրամաբանորեն փոխանցվում է երկրորդ նորին իբրև մուտքային ազդանշան։ Երկրորդ նորի դեպքում փաստորեն մենք ունենք մեկ այլ հետաքրքիր դեպք, երբ որ մուտքերից մեկն ակտիվ է, մյուսը հաստատի пассիվ ազդանշան է կրում, այսինքն կրկին, եթե օգտվենք ճշտության աղյուսակից, կարելի ասել, որ գործ ունենք արդեն այս դեպքի հետ, այսինքն երբ որ ելակետային ազդանշանը կլինի 0։ Տրամաբանական է, որ այդ пассիվ ազդանշանը 0-ն կրկին կհանդիսանա մեզ համար այստեղ առաջին նորի համար մուտքային ազդանշան, որը կունենա 0-0 կրկին եւ բնականաբար արդյունքը անընդհատ կկրկնվի։ Ստացվում է, որ այս պատկերված շղթան, որը մենք ցուցադրեցինք, իրենից ներկայացնում է 0-0 դեպքը, որի արդյունքում մենք կարող ենք այստեղ հատուկ նշում անել, որ առաջին փուլում մենք ստացանք 1, իսկ երկրորդ ազդանշանի համար արդեն 0 արժեք է։ Այս շղթան մի շարք հետաքրքիր հատկություններ ունի եւ որպեսզի մենք այն ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք, ես կփորձեմ կոպի անել պատկերը եւ կփորձենք հասկանալ, թե հաջորդական շղթայի համար ինչպիսի ազդեցություններ են ունենում մուտքային ազդանշանների փոփոխությունները։ Մենք հիշում ենք, որ երբ գործ ունենք ուրեմն կոմբինացիոն շղթաների հետ, մուտքային ազդանշանի ցանկացած փոփոխություն անմիջապես ազդեցություն է ունենում ելքի վրա։ Սակայն այս օրինակում տրամաբանորեն
նույնը ասել չենք կարող։ Որպես օրինակ եկեք B ազդանշանին, այսինքն B-ին փոխանցենք ինչ-որ ակտիվ ազդանշան, այսինքն ես պայմանական կփորձեմ կարմիր գույնով ներկել, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է փոխվում։ Բնականաբար մենք ուրեմն երկրորդ ազդանշանը դարձրեցինք ակտիվ եւ ունեցանք 1 մուտք, այսինքն նախորդից ելնելով մենք ունենք ակտիվ 1 եւ հիմա երկրորդը դարձրեցինք 1։ Մեզ ընդհանրապես մնում է հասկանալ, թե 1-1-ի դեպքում այստեղ տեսեք կարող ենք ցույց տալ ելակետային ազդանշանը լինում է 0։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ելքում ունենք 0, 0-ն ինքը փոխանցվում է փաստորեն մեր առաջին նորին, որտեղ կրկին նախապես մենք ունենք 0, իսկ 0-0-ի դեպքում մենք ելքում ստանում ենք 1։ Ստացվում է, որ այս օրինակում որևէ բան գլոբալ առումով չի փոխվում։ Այսինքն մեր տրամաբանական շղթան շարունակում է տալ նույն արդյունքը, ինչ որ նախնական դեպքում։ Տրամաբանորեն ես կարող եմ այստեղ նշել, որ եթե մենք կրկին այստեղ դարձնենք пассив ազդանշան, այսինքն ունենանք ոչ թե 0, այլ 1, մի փոքր կարծում եմ գեղեցիկ չստացվեց, փորձենք այսպես անել։ Այսինքն եթե նորից վերադառնանք 0 վիճակին, արդյունքը նույնն է լինելու, որտեղ 1-0-ի դեպքում էլ ելքում 0 է եւ բնականաբար մեր շղթան հայտնվում է նույն վիճակում։ Բայց որոշակի պայմաններում այս իրավիճակը կարող է փոխվել, այսինքն եթե մենք ցանկանում ենք օրինակ մեկ այլ արժեք ունենալ, ապա կարող ենք փորձել A բանալու կամ ազդանշանի հետ աշխատանք իրականացնել։ Որպեսզի այս ամենը պարզ լինի, ես առաջարկում եմ, որպեսզի մենք սա իմպլեմենտենք եւ իրականացնենք circuit-verse-ի միջավայրում, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ ենք քննարկում։ Նախ կվերցնենք երկու մուտքային ազդանշան։ Պայմանական այս ազդանշաններից մեկին կանվանենք B, մյուսին A։ Եվ մեզ անհրաժեշտ է ուրեմն գեյթերից նորը, այսինքն երկու նոր ազդանշան կվերցնենք, մեկը կլինի սա, մյուսը կվերցնենք այստեղ, ես կարծում եմ մի փոքր ավելի ներքևում ճիշտ կլինի, որ նկարենք։ Եվ մեզ անհրաժեշտ է ստանալ feedback, այսինքն դա ինչ է նշանակում, որ առաջին մեր նորի ելակետային ազդանշանը մեզ համար կդառնա մուտքային ազդանշան երկրորդ նորի համար, մոտավորապես այսպիսի մի բան կստանանք եւ հակառակը մեր երկրորդ նորի ելակետային ազդանշանն էլ կդառնա մուտքային ազդանշան առաջինի համար։ Այստեղ եկեք օգտագործենք նաեւ output-ի համար, ուրեմն այստեղ մի հատ այստեղ կտեղակայենք, մի հատ այստեղ։ Եվ ունեցանք մեր նախնական պատկերը, ինչի մասին էլ որ խոսում էինք, այսինքն ամենասկզբում, երբ որ մեզ մոտ ուրեմն 0-0 էր մուտքային ազդանշանները, մենք տեսանք, որ այստեղ ունենք 1, նաև իմ ուրեմն նկարած պատկերով համոզվեցինք, որ B-ի փոփոխությունները որևէ նշանակություն չունեն։ Այսինքն կարելի է ասել, որ այս 1-ը շարունակում է ակտիվորեն մնալ իբրև ելակետային ազդանշան։ Այժմ, եթե մենք օրինակ ցանկանում ենք, որ 0-ն լինի, կարող ենք B-ի համար այս 0 արժեքը ուրեմն պահել իբրև կայուն արժեք եւ փորձենք ան դարձնել 1։ Այս դեպքում մենք կնկատենք, որ փոփոխություն է տեղի ունենում, այսինքն ելակետային ազդանշանը դառնում է 0 եւ բնականաբար հակադիր ազդանշանն էլ 1 է լինում, ու եթե մենք հիմա փորձենք i-ի հետ ինչ-որ աշխատանք իրականացնել, այսինքն ազդանշանը փոխել, կնկատենք, որ այս դեպքում էլ արդեն 0-0 ուրեմն մուտքի դեպքում ունենում ենք ելքում ոչ թե 1, այլ 0, այսինքն հակասական իրավիճակ է առաջանում։ Փաստորեն դուրս է գալիս, որ եթե մենք ցանկանում ենք ելակետային ազդանշանը ունենալ իբրև 1, մեզ անհրաժեշտ է B-ին ուրեմն ապահովել 1-ով այն 0-ով եւ այս դեպքում արդեն B-ի փոփոխությունը որևէ նշանակություն չի ունենա։ Իսկ եթե ցանկանում ենք հակառակը 0 տեսնել, ապա B-ն պահում ենք 0, իսկ ան դառնում է 1։ Նկատենք, որ ամենահետաքրքիր իրավիճակը մեզ մոտ է 0-0 դեպքն է, այսինքն 0-0 իրավիճակում մենք որպես ելակետային ազդանշան տեսնում ենք վերջին անգամ ապահոված արժեքը։ Որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, մեզ անհրաժեշտ է օրինակ ելքում ունենալ 1։ Խոսքս վերաբերում է, եկեք այստեղ անուն դնենք, պայմանական օրինակ q, եւ քանի որ հակադիր արժեքներ են, եկեք մյուսն էլ անվանենք q', եւ հիմա կրկին փորձենք դիտարկել հետեւյալ իրավիճակը, երբ մեզ անհրաժեշտ է q-ի համար ունենալ 1։ Ուրեմն այդ դեպքում ես b-ն նշանակում եմ 1-ով եւ տրամաբանորեն տեսնում եմ, որ արդեն մեզ մոտ q-ն դարձավ 1։ Երբ որ ես վերադառնում եմ 0-0 դեպքին, այս տեսակետից արդեն ոչ մի ազդեցություն չի ունենում ելակետի վրա, այսինքն որքան էլ ես փոխեմ, միևնույն է 0-0-ն կարծես թե հիշում է վերջին մեր արժեքը, որը հանդիսանում է 1-ը։
Հետաքրքիր է, որ նույն տրամաբանությամբ ես կարող եմ 0-ն հիշել, ընդհանրապես անհրաժեշտ է ան մեկ անգամ տեղակայել իբրև 1, որից հետո ելքում այստեղ կունենանք 0 եւ երբ որ կրկին վերադառնանք 0-0-ին, կտեսնենք, որ մենք միևնույնն է հիշում ենք արդեն այս արժեքը անկախ ամեն ինչից։ Ամենահետաքրքիր դեպքը, որը փոքր-ինչ տարօրինակ է, հանդիսանում է 1-1 դեպքը, այսինքն պատկերացրեք, եթե այստեղ օրինակ տեղակայում եմ 1 եւ b-ն էլ միաժամանակ տեղակայում եմ 1, ես տեսնում եմ, որ առաջին ելակետային ազդանշանը եւ երկրորդը նույնն են, մինչդեռ մեր կողմից դրանց տրված անունները Q-ն եւ Q'-ը հուշում են, որ մենք պետք է ունենանք հակադիր արժեքներ։ Այս տեսակետից այս 1-1 դեպքը սովորաբար մենք անվանում ենք ուրեմն արգելված դեպք, արգելված ոչ թե ինչ-որ վտանգավոր իմաստով, այլ ուղղակի այն անկառավարելի իրավիճակ է ստեղծում, այսինքն մեր գրած տրամաբանության սահմաններից դուրս է գալիս, ուստի մենք պարզապես չենք օգտվում համապատասխան դեպքից։ Ինչ հետաքրքիր բան մենք պարզեցինք այս շղթայի մասին, որ այն կարողանում է երկարաժամկետ պահել ելակետային ազդանշանը, պայմանականորեն եկեք կանոնները այստեղ փոխենք, օրինակ սա կլինի մեզ համար Q-ն, սա մեզ համար կլինի Q'-ը, եւ փաստորեն Q-ի արժեքը կամ Q'-ի արժեքը երկարաժամկետ հնարավոր է մնում պահպանել, հատկապես երբ մուտքային ազդանշանները 0-0 են։ Այսինքն այս 0-0 դեպքը մեզ համար դառնում է պահպանման դեպք եւ դժվար չէ նաեւ նկատել, որ այս շղթան իրականում հանդիսանում է ամենապարզ 1 բիթային հիշողությունը։ Այսինքն այն ինչ որ մենք հիմա պատկերել ենք, այն իրենից ներկայացնում է 1 բիթ հիշողություն, տրամաբանորեն մենք կարող ենք ավելի այսպես խելամիտ անուններ տալ, պայմանականորեն օրինակ այս i-ի փոխարեն կարող ենք օգտագործել, ենթադրենք reset տերմինը, ենթադրենք b-ի փոխարեն կարող ենք set տերմինը օգտագործել եւ այս շղթան, որը որ մենք պատկերել ենք, հայտնի է իբրև rs latch անունով։ rs-ը արդեն պարզ է ինչի հետ է կապված, քանի որ մենք տրամաբանորեն այստեղ reset եւ set անվանումներն ենք օգտագործում, իսկ latch-ը նշանակում է փական, այսինքն մենք տեսականորեն հիշողության մեջ փակում ենք որևէ ազդանշան, դա կլինի 1-ը կամ 0։ Եթե փորձեմ այս շղթան ավելի պարզ ձևով ներկայացնել, այսինքն ավելի կարճ կոնստրուկցիայի իբրև, այստեղ մենք կարող ենք օգտագործել շատ սովորական box, որի ներսում ուրեմն կգրենք, որ սա rs latch-ն է եւ սրա ազդանշանները մուտքային բնականաբար հանդիսանում է մեկը մեզ համար հենց r-ը, մյուսը հանդիսանում է մեզ համար s-ը եւ ելքում ունենք երկու ազդանշան, մեկը հանդիսանում է q-ն, մյուսը q'-ը։ Եթե փորձենք նաեւ ճշտության աղյուսակ դուրս գրել, այստեղ կարող ենք ասել, որ s-ից եւ r-ից կախված մենք կարող ենք ունենալ որոշակի ուրեմն արժեքներ, բնականաբար այդ արժեքներն են q-ն եւ q'-ը։ Կարող ենք այստեղ օգտագործել կամ եկեք չբարդացնենք, առայժմ թողենք q', եւ բոլոր հնարավոր դեպքերը ուրեմն այստեղ 0-0, 0-1, 1-0 եւ 1-1-ն են։ Եթե փորձենք հնարավոր ուրեմն արժեքները նշել, թե որ դեպքում ինչ ենք ստանալու, կարող ենք ասել, որ օրինակ 0-1-ի դեպքում, ինչպես որ նկատեցինք, մենք ելքում ստանում ենք 1, իսկ q'-ի համար 0։ 1-0-ի դեպքում հակառակը մենք ելքում ստանում ենք 0, իսկ q'-ի համար 1։ 1-1 դեպքը մենք ճշտեցինք, որ 0-0 ենք ստանում, բայց այդ դեպքը մենք կարող ենք մեր կողմից դիտարկել իբրև ոչ էական դեպք կամ կարող ենք այն համարել այսպես կոչված ուրեմն արգելված դեպք, դրանից պետք է փորձենք տրամաբանորեն խուսափել, քանի որ q-ն եւ q'-ը հակադիր արժեքներ են եւ չեն կարող միաժամանակ լինել օրինակ 0 կամ 1։ Դե իսկ առաջի դեպքը ամենահետաքրքիր դեպքն է, քանի որ 0-0-ի դեպքում մենք հիշում ենք, այսպես ասած, q-ի նախկին արժեքը, այստեղ պայմանականորեն կգրեմ, որ մենք ունենում ենք q կամ q', բայց կարող ենք նաեւ հանգիստ ասել, որ օրինակ այս դեպքում, այսինքն երբ որ մենք խոսում ենք 0-0-ի մասին, այդ փուլը մենք կարող ենք նաեւ անվանել memory, նկատի ունենալով, որ այս կոնտեքստում արժեքը տրամաբանորեն պահպանվում է։ Պարզության համար ես եւս մեկ անգամ ուրեմն circuit verse-ի վրա որոշակի փոփոխություններ կանեմ, մասնավորապես եթե ընդունենք, որ սա մեր շղթան է, եկեք այն անվանենք ուրեմն rs latch եւ եկեք փորձենք դրա layout-ը ճիշտ սահմանել, այսինքն այստեղ կարող ենք մի փոքր նրան բերել այն տեսքի, որով որ ես նկարել էի, այսինքն մենք ունենք AB ազդանշաններ, շուտով սրանց անունները նույնպես կփոխենք։ Ուրեմն եկեք i փոխարեն մենք օգտագործենք
տրամաբանորեն ուրեմն reset տերմինը b-ի փոխարեն set եւ քանի որ արդեն մեր rs լաց չէ իբրև առանձին այսպես chip ենք պատկերել, կփորձենք դրանից օգտվել, այսինքն մեկ այլ edge կբացեմ եւ այստեղ կփորձեմ ուրեմն ինտեգրել rs լաչը։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Փաստորեն մեզանից ակնկալվում է ունենալ երկու մուտքային ազդանշաններ, մեկը reset-ի համար, մեկը set-ի։ Եվ տրամաբանորեն ունենալու ենք նաև ելակետային ազդանշան։ Եվ այն ինչ որ մենք ունենք, փաստորեն համարվելու է մեզ համար 1 բիտ հիշողություն, մասնավորապես 1 բիթում հնարավոր է պահել բնականաբար կամ 1 կամ 0։ Եթե մենք ցանկանում ենք օրինակ 0 պահել, մեզ անհրաժեշտ է այստեղ set-ի համար դնել 0, reset-ի համար 1 եւ պահպանելու ռեժիմը, այսինքն դա 0-0-ն է։ Ինչպես գիտենք, 0-0-ի դեպքում մեր նախվերջին անգամ save արած արժեքը այստեղ մնում է։ Այսինքն որքան էլ ես փոխեմ այս reset-ը, բնականաբար այստեղ 0-ն շարունակելու հիշողության մեջ մնալ։ Նույն տրամաբանությամբ, եթե ես ուզում եմ 1 պահպանել, ես կարող եմ set-ի համար դնել 1 եւ արդեն տեսնում ենք, որ այս 0-1 մուտքային ազդանշանի դեպքում ելքում մենք շարունակում ենք ունենալ 1։ Սա նշանակում է, որ որքան էլ ես փոխեմ set-ի արժեքը, տրամաբանորեն ելակետային ազդանշանը 1 է դառնում։ Ես հենց սա նկատի ունեի, երբ ասում էի, որ 0-0 մուտքի դեպքում մենք ունենք այդ memory սիտուացիան, memory իրավիճակը, այսինքն ելակետային ազդանշանը պահպանվում է։ Փաստորեն կարող ենք նշել, որ մեր ճշտության աղյուսակից ելնելով, եթե փորձենք այսպես համեմատական վերլուծություն իրականացնել եւ կենտրոնանալ օրինակ միայն Q արժեքի վրա, կարող ենք ասել, որ մեր դեպքերում, այսինքն հետեւյալ դեպքերից վերջինը այսպես կոչված արգելված դեպքն է, այսինքն մենք այստեղ համարում ենք, որ սա ոչ էական դեպք է մեզ համար, 1-0-ի դեպքում մենք հույս ունենք, որ ելքում կունենանք 0, եկեք այստեղ Q' նկրեմ, որպեսզի ճիշտ լինի։ 0-1-ի դեպքում հակառակը կունենանք 1-0 եւ 0-0 դեպքը մեզ համար համարվում է այսպես հիշողության դեպք, ես պայմանական այստեղ գրեմ memory, նկատի ունենալով, որ վերջին արժեքը, որը որ ֆիքսել ենք, դա այսպես ասած հիշվում է մեր կողմից։ Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ այս ձևաչափով 1 բիտ հիշողություն ունենալը փոքր-ինչ բարդացնում է եւ կառավարման տեսակետից ավելի դժվարություն է ստեղծում, որովհետեւ մենք փաստացի երկու մուտքով պետք է որոշենք, թե ինչ արժեք ենք ցանկանում պահպանել։ Եթե ես փորձեմ ավելի պարզեցնել այստեղ ճշտության աղյուսակը եւ ավելի պարզ իրավիճակ ստեղծել, թեկուզ էլի երկու ազդանշանով, բայց ավելի ըմբռնելի տարբերակով, ապա ազդանշաններից մեկը ես կանվանեմ write, մյուսը կանվանեմ data։ Եվ փորձենք հասկանանք, թե ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Ուրեմն, ստեղ էլ կունենանք մեր ելակետային Q ազդանշանը։ Write-ը, ինչպես բոլոր երկուական ազդանշանները, կարող է լինել 0 կամ 1։ Եթե write-ը 0 է, նշանակում է մենք հիշողությունը պարզապես պահպանում ենք։ Եթե write-ը 1 է, նշանակում է նաև, որ մենք փորձում ենք տվյալ բանը հիշողության մեջ գրել։ Այս իմաստով մենք կարող ենք ասել, որ write-ը կարող է ունենալ 0-0, 1-1 այս իրավիճակները, եւ սրանից կախված data-ն կարող է լինել 0-1, 0-1։ Եթե write-ը 0 է, բնականաբար ընդհանրապես էական չէ, թե data-ն ինչ արժեք ունի։ Այսինքն մենք այստեղ կարող ենք իրականացնել փոխարինում եւ գրել, որ data-ի արժեքը բացարձակ էական չէ, որովհետեւ այն ժամանակահատվածում, երբ որ write-ը 0 է, մենք պարզապես հիշում ենք qn-1, ասել է թե նախկին արժեքը, ինչ որ պահպանված է եղել։ Երբ որ մենք ասում ենք, որ write-ը 1 է, դա նշանակում է, որ այս բան հիշողության մեջ պետք է նոր արժեք գրել եւ մասնավորապես որն է այդ արժեքը, տրամաբանորեն data-ն։ Քանի որ խոսում ենք 1 բիտ հիշողության մասին, պարզ է, որ 1 բիտ ինֆորմացիա կարող ենք պահել։ Նշանակում է, որ այս դեպքում մենք կպահպանենք 0 արժեքը եւ վերջին դեպքում կպահպանենք 1 արժեքը։ Այս ձևաչափը փաստորեն հնարավորություն է տալիս ավելի պարզեցնել եւ եթե ես ել ավելի պարզ փորձեմ ներկայացնել մեր տրամաբանական ուրեմն աղյուսակը, կարող եմ ասել, որ մենք ունենք write ազդանշանը այստեղ եւ ունենք ելակետային մեր Q-ն։ Եթե write-ը 0 է, ապա դա նշանակում է, որ մենք հիշում ենք նախկին արժեքը qn-1-ը, եթե write-ը 1 է, ապա մենք փորձում ենք գրել հիշողության մեջ data։ Նման տրամաբանական սխեմա կառուցելու համար մենք կարող ենք օգտագործել մեր կողմից արդեն իսկ մշակված ուրեմն
RS լաչը, այսինքն մենք նախապես ունենք հետևյալ տրամաբանական սխեման։ Փորձենք պատկերել կրկին, այսինքն մենք նախապես ունենք երկու նոր գեյթեր, փորձեմ հնարավորինս մոտ նկարել իրականությանը, ուրեմն երկու, բայց կարծում եմ մոտ ոչինչ չստացվեց, դրա համար կփորձենք մի փոքր չարչարվել, այսպես, փորձենք ստանալ նորը, հիմա ուրեմն կոպի անենք, որպեսզի ունենանք երկու հատ սրանից, մենք երկու ազդանշան ենք փոխանցում, առաջինը մեզ համար հանդիսանում էր ուրեմն reset-ը, երկրորդը հանդիսանում էր ուրեմն set-ը, այստեղ այսպես նշենք, և ինչպես հիշում ենք, մեր ելակետային ազդանշանները feedback-ով կապվում են իրար, մասնավորապես առաջինից ստացվող ուրեմն ելակետային այս ազդանշանը, այսինքն երկրորդից ստացվող ազդանշանը մենք տրամաբանորեն կփոխանցենք առաջինին և նաև հակառակը մեր առաջին նորից ստացվող ելակետային ազդանշանն էլ կփոխանցենք ուրեմն երկրորդին։ Եվ այստեղ, ինչպես հիշում ենք, ունենք Q և Q շտրիխ այս ազդանշանները։ Հիմա ինչպես կարող ենք մենք իրականացնել այստեղ փոփոխություն։ Մեզ բնականաբար անհրաժեշտ է օգտագործել երկու ազդանշան right-ը և data-ն։ Եկեք տեսակետից մենք կվերցնենք երկու AND gate-եր, ես փորձեմ կրկին ուրեմն նկարել և հուսով եմ, որ նման բան կստանամ։ Կարծում եմ ինչ-որ մի բան կստացվի։ Կարող էր ավելի լավ լինել, բայց փորձենք։ Ես վերցնում երկու AND gate-եր, ինչի համար, որովհետև ուզում եմ օգտագործել դրանք կառավարելու համար մեր ամբողջական այս շղթան։ Այսինքն տեսականորեն ես կարող եմ ասել, որ առաջին ընդից դուրս եկած ազդանշանը կլինի հենց այդ reset-ը, երկրորդ ընդից դուրս եկած ազդանշանը կլինի set-ը։ Պարզության համար եկեք ես մի փոքր այս ազդանշանի համար իջեցում անեմ այստեղ, որպեսզի սխեման պարզ լինի։ Ուրեմն մեր առաջին AND gate-ից այն ազդանշանը, որ դուրս կգա, դա կհանդիսանա ուրեմն reset-ը, երկրորդից կհանդիսանա set-ը։ Եվ մենք կօգտագործենք այն հանգամանքը, որ 0-0 case-ը, այսինքն եթե մենք այստեղ ունենանք 0, այստեղ ունենանք 0, ապա այն կհանդիսանա մեզ համար հիշողության case։ Ուստի մենք կվերցնենք right-ը իբրև ազդանշան շատ պարզ և կփորձենք right-ից երկու մուտք տանել դեպի համապատասխան ընդերը։ Ինչ սա մեզ կտա գլոբալ առումով այն, որ եթե մենք օգտագործում ենք օրինակ right-ի համար 0 ազդանշան, ապա տրամաբանական է, որ ընդից որպես ելք ունենալու ենք 0-ներ։ Այսինքն եթե right-ը 0 է, ապա մենք ունենք 0-0 դեպքը, որը հանդիսանում է հիշողության դեպք։ Բայց որպեսզի right-ի 1 լինելու դեպքում նաև մենք կարողանանք ճիշտ ազդանշան փոխանցել, ապա այստեղ մենք ուրեմն կվերցնենք մի նոր ազդանշան, որը կհանդիսանա մեզ համար data-ն։ Այստեղ եկեք մի փոքր ավելի լավ փորձեմ անել։ Այստեղ գրեմ օրինակ data եւ այս data-ի ազդանշանը կփորձեմ ուրեմն նաեւ փոխանցել մեր առաջին ընդին, բայց շղթված։ Այսպեսի ինչ-որ բան կստանանք։ Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ է իրականում իրենից ներկայացնում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իրավիճակ մենք ունենք։ Օրինակ, եթե մենք վերցնենք, որ right-ը մեզ համար հանդիսանում է 1 եւ data-ն հանդիսանում է 1, սա մեզ համար դիտարկում է իրավիճակ, երբ մենք ուզում ենք հիշողության մեջ պահպանել հենց 1 արժեքը։ Եկեք փորձենք հասկանանք ինչ կկատարվի այս դեպքում։ Եթե մեզ մոտ right-ը 1 է, այսինքն այս ազդանշանը, այսպես ասած 1 է, տրամաբանական է, որ մեր երկու ընդերին փոխանցվում է այս արժեքը։ Այսինքն երկուսն էլ ստանում են այս վերջինը մի փոքր ավելի լավ փորձեմ անել։ Այսինքն երկու ընդերն էլ ստանում են մուտքային 1-ը։ Եթե data-ն 1 է, դա նշանակում է, որ մեր երկրորդ ընդը ստանում է այստեղ 1, դե իսկ առաջինը տրամաբանորեն ստանում է 0, այսինքն այստեղից իհարկե 1-ը մեզ մոտ գալիս է, բայց նոթի հաշվին մենք իհարկե ունենում ենք 0։
Ոստի կարող ենք ասել, որ մեր առաջին մուտքային ուրեմն այս n-երը ստանում է այստեղ 0 եւ 1, իսկ երկրորդը ստանում է 1 եւ 1։ Դե ինչպես գիտենք, մեր փաստացի ուրեմն AND gate-ը, եթե երկու դեպքում էլ 1 է ստանում, ապա ելքում տալիս է 1։ Նշանակում է, որ այստեղ կարող ենք վստահաբար նշել, որ մեր ելակետային ազդանշանը կդառնա 1։ Ստացվում է, որ այստեղ ես պետք է ուղղում անեմ, մենք ունենք 1, իսկ վերևում մենք ունենք 0։ 0-1 դեպքի դեպքում, այսինքն 0-1 իրավիճակում, մենք ճշտեցինք, որ RS լաչը փաստորեն որպես ելակետային արդյունք այստեղ տալիս էր 1, այստեղ տալիս էր 0։ Ստացվում է, որ մենք կարողանալու ենք ամբողջությամբ կառավարել մեր տրամաբանական սխեման, այսինքն իրականացնել հիշողության կազմակերպում, բայց ավելի պարզ մոտեցմամբ, եւ եթե մենք օգտվում ենք այս իրավիճակից, այս տրամաբանական շղթայից, ապա մենք այն անվանում ենք արդեն ոչ թե RS լաչ, այլ անվանում ենք D լաչ, նկատի ունենալով data բաղադրիչը։ Այժմ մենք կփորձենք սա իմպլեմենտել circuitverse-ով, որպեսզի ավելի մանրամասն կարողանանք դիտարկել։ Ուրեմն վերադառնանք մեր RS լաչին, այստեղ որ ունենք եւ կարող ենք տրամաբանական սխեման արդեն D լաչ անվանել, մեզ ընդհանրապես անհրաժեշտ կլինի, որպեսզի վերցնենք երկու, ուրեմն վերցնում ենք երկու AND gate-եր, առաջինը սա կլինի, երկրորդը մոտավորապես այստեղ միացումները տալիս ենք եւ բնականաբար մեզ անհրաժեշտ է երկու նոր մուտքային ազդանշաններ, մեկը կանվանենք data, եթե հիշում եք data-ի նաեւ շղթված արժեքը այստեղ փոխանցում ենք ուրեմն երկրորդին եւ եւս մեկ մուտքային ազդանշան, որը կլինի write-ը։ Ընդ որում write-ը մենք կապում ենք երկու մուտքերին։ Եվ հիմա փորձենք հասկանանք ինչ իրավիճակ ունենք։ Եթե write-ը 1 է, ապա data-ի արժեքը արտապատկերվում է q-ում։ Օրինակ, եթե data-ն դարձնեմ 1, այստեղ արդեն տեսնում ենք, որ 1 արտապատկերվեց։ Ինչու՞, որովհետև առաջին ընդից դուրս է գալիս 0, երկրորդից 1, իսկ ճշտության աղյուսակից գիտենք, որ նման դեպքում ելակետային արդյունքը 1-ն է լինի։ Այժմ եթե write-ը 0 է, ապա բացարձակ էական չէ, թե data-ն ինչ կլինի, որովհետև մեզ մոտ արդեն 1-ը պահպանվել է իբրև ելակետային արժեք։ Փորձենք նաև փաստորեն իբրև տրամաբանական սխեմա ուսումնասիրել սրան, այսինքն այստեղ save անենք եւ վերադառնանք ուրեմն տեստային մեր ռեժիմ, ենթադրենք սա մեր data-ն է, սա մեզ համար հանդիսանում է write-ը ուրեմն։ Եվ կարող ենք ասել, որ մուտքային ազդանշանը որքան էլ փոխենք, ելքում որևէ փոփոխություն չունենք։ Իսկ եթե write-ը դառնում է 1, ապա ստացվում է, որ մենք արդեն իսկապես ունենք 1 բիտ հիշողություն, քանի որ մեր data-ն արտապատկերվեց այստեղ, եւ արդեն write-ի բացասական լինելու դեպքում կամ 0 լինելու դեպքում, որքան էլ մենք մուտքային data ազդանշանը փոխենք, ելքում որևէ փոփոխություն չենք ունենա։ Ստացվում է, որ իսկապես մենք ստեղծեցինք 1 բիտ հիշողություն։ Write-ի փոխարեն, որպեսզի մենք մանուալ, այսպես ասած, write-ը իրականացնենք, կօգտագործենք հենց այն clock-ը, որի մասին ի սկզբանե խոսեցինք դասի սկզբում։ Այստեղ ունենք clock-ի ազդանշան, որը պարբերաբար ուրեմն փոփոխություն է իրականացնում։ Եթե ես մի փոքր դանդաղեցնեմ այս clock-ը, օրինակ 3 վայրկյան, 3000 միլիվայրկյան տնեմ, դուք կտեսնեք, որ այն 3 վայրկյան пассив է, այնուհետև 3 վայրկյան ակտիվ է։ Ուրեմն ակտիվ ընթացքում մենք կարող ենք փոխել, երբ որ пассив է, ոչ մի փոփոխություն չի լինի։ Սա նշանակում է, որ մեր D լաչը աշխատում է clock-ի այնպիսի ազդանշանի դեպքում, երբ այն ակտիվ է։ Այսինքն, ես փորձեմ գծագրով ավելի մանրամասն ներկայացնել։ Մեր clock-ի ազդանշանները մոտավորապես այսպիսի տեսքով ենք պատկերել։ Եվ հիմա կարող ենք ասել, որ փաստորեն այն ժամանակամիջոցներում, երբ որ մեր ազդանշանն ակտիվ է, այսինքն մենք ունենք այս case-ը վերևում, ապա մեր data-ի ազդանշանն արտապատկերում է հիշողության մեջ, այսինքն կոպիտ ասած գրելու ռեժիմը կամ write-ը տեղի ունենում միայն այն ժամանակ, երբ մենք ունենք բարձր level, այսինքն այս
level-ի ակտիվ ազդանշանի դեպքում է։ Սա է պատճառը, որ մեր կողմից մշակված այս տրամաբանական շղթան, այսինքն դե լաչը, բավական հաճախ տարբեր գրականություններում դուք կտեսնեք, որ այն անվանում են նաև level triggered դե լաչ, նկատի ունենալով, որ գրելու ռեժիմը, այսինքն լինում է այն ժամանակ, երբ մեր clock-ը ունի ակտիվ ազդանշան։ Տրամաբանական է, որ մենք կարող ենք ունենալ նաև edge triggered դե լաչ, այսինքն միայն այն ժամանակ, երբ որ օրինակ պասիվ ազդանշանից պայմանական կարող ենք ասել օրինակ 0-ից գնում ենք 1 կամ հակառակը 1-ից գնում ենք 0, այսինքն բարձրացող կամ իջնող ազդանշանների ժամանակ է գրելու ռեժիմը տեղի ունենում։ Նման շղթաներին նաև տարբեր գրականության մեջ կհանդիպեք flip, flop անունով։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք մեր կողմից մշակված այս պարզ 1 բիթի շողությունը կիրառել ավելի բարդ համակարգեր մշակելու համար։ Մասնավորապես, եթե ընդունենք, որ այս դե լաչը իրենից ներկայացնում է 1 բիթի շողություն, ապա մենք շատ հանգիստ կարող ենք մշակել 1 բայթի շողություն, քանի որ 8 հատ նման շղթա իրար միացնելով կարող ենք ստանալ 1 բայթի շողություն։ Եկեք փորձենք դա իրականացնել, ուրեմն 3 փորձենք մի փոքր այսպես դասավորել, 3, 4, այստեղ արդեն 5, ուրեմն 6-րդ բայթը, 7-րդը և իհարկե վերջում 8-րդը։ Ուրեմն ինչ հետաքրքիր բան է մեզ անհրաժեշտ։ Մենք կվերցնենք 8 բիթային մուտքային արժեք, այսինքն այս մուտքի ազդանշանը կվերցնենք և կդարձնենք 8 բիթանոց։ Դրան կանվանենք data in, այսինքն մուտքային ազդանշանը, և բնականաբար կվերցնենք նաև ելքային 8 բիթը, այստեղ սրան կանվանենք data out և այն կանվանենք 8 բիթանոց չափ կապահովենք իր համար։ Ինչ է մեզ անհրաժեշտ, բնականաբար նաև մեզ clock-ի ազդանշան է պետք, այսինքն որպեսզի իրականացվի clock-ի ազդանշանը, եկեք այստեղ անվանենք նրան հենց ուրեմն, այսինքն clock, փորձենք սա ուրեմն վերցնենք, եկեք պարզապես այսպես clock տնենք անունը և clock-ի ազդանշանը տրամաբանորեն սա հանդիսանալու է մեր ուրեմն բոլոր այս input-ների համար write input-ներին փոխանցվող ազդանշան, եկեք այստեղից մեկ առ մեկ փորձենք փոխանցել, ուրեմն սա write ազդանշանն է, նույնը կանենք այստեղ, ուրեմն սա այստեղ, սա էլ կփոխանցենք այստեղ և իհարկե առաջինը չենք մոռանում հենց այստեղ, ուրեմն սա մեր clock-ի ազդանշանը կլինի։ Իսկ 8 բիթային արժեքները համապատասխան բիթերին փոխանցելու համար սպլիտերից կօգտվենք, այսինքն կվերցնենք 8 բիթ, այն կբաժանենք ուրեմն հենց 8 հավասար մասերի, կփորձենք այստեղ ուրեմն 8 բիթը կապել և բնականաբար սկսում ենք ամենասկզբից, մենք այստեղ եկեք մի փոքր բարձրացնենք դիրքը, որպեսզի կարողանանք բոլորին փոխանցել։ Ուրեմն սկսենք լավ 7-րդ բիթից, 7-րդ բիթի ազդանշանը տրամաբանորեն այստեղ կփոխանցենք մեր data-ին։ Այնուհետև կանենք 6-րդը, եկեք մի փոքր համաչափ գնանք, այնուհետև ուրեմն 5-րդը մի փոքր այսպես կանենք, 4-րդը կլինի այստեղ, 3-րդի հերթն է, այժմ կիրականացնենք 2-րդը, այստեղ այսպես անենք, ուրեմն առաջին բիթի արժեքը, այստեղ փոխանցեցինք և իհարկե 0-րդ, այսինքն այսպես ասած կրտսեր բիթի արժեքը։ Հիմա մեզ մոտ բոլոր դատաները ուրեմն միացված են, մնում է ելակետային ազդանշանը իրականացնենք, այսինքն ելքը ապահովելու համար վերցնենք, եկեք բոլոր այս ելակետային ազդանշանները առանձնացնենք, այստեղ փորձենք հնարավորինս
Եվ որպեսի ելքը իրականացնենք, մեզ բնականաբար եւս մեկ սպլիտեր անհրաժեշտ կլինի 8 բիթանոց, եկեք այսպես անենք, եւ ուրեմն ստեղ փորձենք կապել ուրեմն ելքին եւ հատիկ փոխանցենք, ուրեմն 7-րդ բիթի համար եկեք փորձենք, այսինքն մի փոքր կարիք կլինի, որ ես իջեցնեմ սրանք, որպեսզի ավելի պարզ լինի։ Ուրեմն սկսենք 7-րդ բիթից մեզ մոտ, սա մեր 7-րդ բիթն է, սա կլինի մեր ուրեմն 6-րդը, այստեղ կունենանք մեր 5-րդ բիթը, երևի ճիշտ անեմ այստեղ, այնուհետև արդեն կգա 4-րդի հերթը, ուրեմն 3-րդի հերթն է, այստեղ արդեն 2-րդ բիթը կմիացնենք, ուրեմն կունենանք առաջինը նաև, եւ վերջապես 0-րդ բիթը այստեղ կմիացնենք, եկեք փորձենք վերևից անել, այստեղ, սա էլ կհանդիսանա մեզ համար 0-րդ բիթը, այսինքն մենք տեսականորեն կարելի ասել, որ ստեղծեցինք 1 բայթ հիշողություն, իհարկե այստեղ կան բազմաթիվ թերություններ եւ եթե իրական հիշողության կամ օրինակ ռեգիստրի մասին խոսենք, բնականաբար մի շարք բաներ այլ տրամաբանությամբ պետք է անենք, ամեն դեպքում փորձենք սրանից օգտվել։ Ու այստեղ ես կբացեմ մեկ այլ ուրեմն պատուհան, փորձեմ ինտեգրել մեր 1 բայթ հիշողությունը այստեղ եւ երևի ցանկալի կլինի մի փոքր ավելի նաեւ շղթան բարձրացնել այստեղ, փորձեմ edit layout անել, առաջին հերթին կարելի է չափը մեծացնել մի փոքր, մուտքային ազդանշանը եկեք վերևում վերցնենք, ելքայինը ուրեմն թող լինի ներքևում, իսկ clock-ը կլինի կողքից, մի փոքր նաեւ բարձրությունը ուրեմն կմեծացնեմ եւ մեր, այսպես ասած, այս վերնագիրը 1 բայթը փորձեմ ավելի կենտրոնական դիրքում տանել, այստեղ save կանենք եւ ահա խնդրեմ ունենք 1 բայթ հիշողություն, clock-ի համար կարող ենք վերցնել ամենասովորական հենց ուրեմն ազդանշանը clock-ի, մեզ մոտ իհարկե մի փոքր դանդաղ է, 3 վայրկյան ենք դրել, բայց էական չէ։ Ուրեմն սա մեզ համար կհանդիսանա, եկեք այսպես անենք, սա մեզ համար ուրեմն կհանդիսանա 1 բայթ հիշողություն եւ եթե մենք օրինակ ինչ-որ մուտքային ազդանշան վերցնենք, այստեղ, որը ցանկալի կլինի 8 բիթ, այստեղ եկեք այսպես անեմ, եւ կարող եմ նաեւ մի հատ ելակետային 8 բիթ վերցնել, եւ օրինակ եթե այստեղ ինչ-որ արժեքներ գրեմ, կնկատենք, որ այն պահպանվում է հիշողության մեջ եւ երբ որ clock-ը այսպես ասած пассив է, այդ փոփոխությունները չեն անցնում, օրինակ հիմա եթե փոխում եմ որևէ փոփոխություն չկա, մինչեւ clock-ը դառնա կրկին ակտիվ։